եկեք արձանագրենք, որ ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործության տեսակ ինքը իհարկե դատապարտելի է, շարունակում է մնալ օրակարգում, քանի դեռ առաջի հերթին Թուրքիայի ներկա իշխանությունները չեն առերեսվել այդ հանցագործության հետ, որն իրականացվել է երիտթուրքերի կողմից 20-րդ դարի սկզբում եւ ամենից գլխավորը իհարկե այդ հանցագործության ճանաչումն է Թուրքիայի պետության կողմից, ինչպես Գերմանիան ժամանակին ճանաչեց հոլոկոստը, չնայած հոլոկոստի ճանաչումը հնարավոր դարձավ Նյուրնբերգյան դատավարության արդյունքում, այսինքն այստեղ մենք արդեն ունենք մի օրինակ, երբ որ ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն ճանաչվում է իրավական եւ հիմքով միջազգային ատյանի կողմից եւ նաեւ ունենում է իր քաղաքական հետևանքները հանձինս հрьяաների ողջակիզման, իդեպ նաեւ նման քրեական դատավարություններ եղել են նաեւ Աֆրիկյան մայրցամաքում, ասիական մայրցամաքում տեղի ունեցած ցեղասպանությունների առումով եւ իմ համոզմամբ իհարկե կարեւոր է որպեսզի հայոց ցեղասպանության իրավական ճանաչման միջազգային ատյանի կողմից իրավական ճանաչման ընթացքը ունենա եւ սա կարեւոր է եւ մյուս կողմից ցեղասպանության այդ իրավական գնահատականի ստացման հետ կապված խոչընդոտները, որ մենք տեսնում ենք հանձինս Թուրքիայի ներկա կառավարության եւ նախորդ կառավարությունների, դա որոշակի թվում է թե հարցեր են առաջացնելու հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման կամ զարգացման տեսակետից, բայց եկեք ելնենք այն փաստից, որ հենց նույն Թուրքիայում բազմաթիվ, ուրեմն չասեմ մաս զանգվածային, բայց մտավորականներ, գրողներ, գործիչներ հայոց ցեղասպանության հարցը բարձրացնում են, որի հետևանքով նաև ենթարկվում են հետապնդումների Էրդողանի ռեժիմի կողմից, այնպես որ իրավիճակը բոլորին այլ է, քան թե փորձում են ներկայացնել։ Եվ այս առումով իհարկե ես միանշանակ ասում եմ, որ այդ դրոշների այրումը դա այդ մոտեցումը չէ եւ դա ընդհանրապես քաղաքական հասուն հասարակությունների եւ պետություններին բնորոշ դրսևորումը չի, դա կարող են անել այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ որ պետություն չունեցող ժողովուրդները կարող են իրենց թույլ տալ, դա բավական արխայիկ ուրեմն գործելավոճ է, այսինքն ես նկատի ունեմ նախ մյուս կողմից էլ իհարկե ես ամենևին էլ չեմ գտնում, որ դա պետք է որակվի որպես պրովոկացիոն, որովհետև նման գնահատականը իրապես տեղ է տալիս մտածելու, որ եթե ուրեմն հասարակության ինչ-որ մի հատ հատված նման արխայիկ դիրքորոշում կամ դրսևորում է ունենում, ապա անպայման զգուշանալ, որ կարող է այդ պետությունների կողմից հանձինս նրանց ղեկավարների, ասենք թե այնպիսի մի ոտնձգություններ արվի կամ այնպիսի դիրքորոշումներ ունենան Հայաստանի Հանրապետության հանդեպ, եւ զգուշանալ այդպիսի դիրքորոշումներից, որովհետև հասարակությունում նույնիսկ եմ կրկնում, թեկուզ ամենածայրահեղ դրսևորումներով, թեկուզ անընդունելի դրսևորումներով կարող են լինել։ Եվ իդեպ ասեմ, որ այս պատմությունը, այսինքն դրա հետ կապված դրոշների այրման վերաբերմունքի առումով, դա մշտապես մեր հասարակությունում եղել է նաև մինչև Թավշահեղափոխությունը, երբ որ նաև ըստ էթնիկ հիմքով ատելության խոսքեր են հնչեցվել, եւ մենք մշտապես դա անընդունելի ենք համարել եւ դատապարտել, որովհետեւ չի կարելի եւ չի կարող մի ժողովուրդ, որը հենց խտրականության հիմքով ատելության զոհ է եղել, էթնիկ բնաջնջման զոհ է եղել, ցեղասպանության զոհ է եղել, ինքը նմանապես վարքագիծ դրսևորի մեկ այլ էթնիկ ծագումով անձանց նկատմամբ, թեկուզ դրանք լինեն
ազգությամբ թուրք, հա, Ահա, կամ ադրբեջանցի, որովհետև նույնիսկ եմ կրկնում էթնիկ հիմքով խտրականության դրսևորումը, ատելության, բռնաճնշման եւ այլն, դա հենց ինքնին հանդիսանում է ցեղասպանության առաջին, հա, նախապայմանը եւ սկիզբը, բայց ինչպես նշեցի, հենց Թուրքիայում մենք ունենք բազմաթիվ գործիչներ, գրողներ, որոնք հենց իրենք են արդեն ճանաչում հրապարակային եւ դրա համար հետապնդվում, որ դուք ինչու եք բանանում, հա, մի հանցագործության մեջ ճանաչում պատասխանատու մի պետությանը, հա, որը, ասենք, երիտթուրքերի կառավարությունն է եղել։ Ինչևէ, ես կարծում եմ, որ ամեն անգամ այդ քաղաքական նպատակներով օգտագործել այդ զգայուն թեման, ահա, որը զգայուն խնդիր է, որը նաև փոխանակ ձգտելու, որպեսզի համատեղ ջանքերով դա դառնա իրապես միջազգային դատապարտման թեմա, ես գտնում եմ սա է մեր ուրեմն խնդիր։ Տեսեք, հрьяաները ինչպես կարողացան հոլոկոստի թեման քաղաքական կապիտալի վերածել, թվում է թե, որովհետև ահա, իրավունքի մարդկային արժանապատվության նկատմամբ զանգվածային այդպիսի համակարգված, ծրագրավորված գործողության իրավական գնահատականը, որը ստացվեց Նյուրնբերգյան դատավարության արդյունքում, ինքը դարձավ քաղաքական կարևոր ուրեմն ռեսուրսը, որպեսզի Իսրայել պետությունը կամ հրեա ժողովուրդը հանձինս իր Իսրայել պետության ունենա իր կարգավիճակը որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, հա, իհարկե մենք տեսնում ենք նաև ծայրահեղ դրսևորումները նույն Իսրայել պետության կողմից ներկայումս պաղեստինցի արաբների նկատմամբ, որը նույնպես դատապարտելի է եւ դա որևիցե մեկը չի կարող ուրեմն ընդունել, հա, այդ զանգվածային ոչնչացումները, սպանությունները եւ այլն, բայց ոչ մեկը չի կարող ասել, որ գիտեք, քանի որ հрьяաները ենթարկվել են ողջագիզման, ուրեմն իրենք իրավունք ունեն նաև նման գործողություններ կատարելու մեկ այլ ժողովրդի նկատմամբ, որը մարդկության դեմ հանցագործությունների է, հա, նմանվում եւ որակում որպես այդպեսին։ Այնպես որ ի վերջո պետք է հասկանալ, որ հայերի նկատմամբ ցեղասպանությունը ըստ կուսակցական պատկանելիության չի եղել, չեն տարանջատել, որ գիտեք, այս հայերի մի մասը կուսակցական պատկանելություն ունի, Եվրոպամետ են եղել, ռուսամետ են եղել, չգիտեմ, մոտ են եղել, համագործակցել են երիտթուրքերի կառավարության հետ, թե ոչ, չեն նայել, բնաջնջողները, ցեղասպանության իրականացնողները, ծրագրավորողները չեն էլ նայել, թե այդ էթնիկ հայերի շրջանում ինչ քաղաքական, կուսակցական հայացքներ կա։ Եվ սա գոնե պետք է գիտակցվի, որպեսզի անգամ այդ թեման ներքաղաքական առումով չդարձնել նման քննարկման առարկա։ Հիմա Հայաստանի իշխանության դիրքորոշումը հարցի շուրջ դուք ինչպես կանվանեք։ Ընդդիմությունը ուրացում է անվանում, դուք ինչպես կանվանեք։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ իհարկե Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան ժողովրդավարական իրավական պետության, բայց սուբյեկտայնության տեսակետից դա ամենագլխավոր մեր խնդիրն է։ Հա, այսինքն մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը որպես սուբյեկտ կորցնել կամ փորձել վտանգի տակ դնել, բայց վտանգներից խուսափել հրաժարվելով որոշակի կամ մեղմելով ավելի ճիշտ նույնիսկ որոշակի հանցագործությունների համար պատասխանատվության անհրաժեշտությունից սա նույնպես անընդունելի է, որտեղ դու չես կարող վախվոխորած միջազգային սուբյեկտի կարգավիճակում շարունակել գործել, սա փաստ է, այո, Արցախի, Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտումը որպես հանցագործություն ինքը կարծես թե ոչ թե կարծես թե հանդիսացավ այդ ցեղասպանության այդ երևույթի ուրեմն շարունակությունը որպես նորորյա ժամանակահատվածում, բայց դա հենց լրացուցիչ փաստարկ է, ողբերգական փաստարկ է ի հիմնավորումը այն բանի, որ երբ որ մի հանցագործություն մնում է անպատիժ, ապա նա հակում ունի շարունակվելու, ի վերջո պատահական չէ, որ Ադրբեջանի ռեժիմը եւ թուրքական ռեժիմը ունեն ընդհանուր շահեր եւ Ադրբեջանը, որ բացարձակապես նույնիսկ գոյություն չի ունեցել ցեղասպանության ժամանակահատվածում, ինչպես է ջաննադրաբար ինքը մասնակցում ցեղասպանության ժխտման այդ քաղաքականությանը, որը տեղի ունեցել
Օսմանյան Թուրքիայի տարածքում, սա մեկ, բայց մյուս կողմից էլ ես նորից անդրադառնամ հենց ցեղասպանության որպես պատմական փաստի, արդեն վերանանք զգայական մոտեցումներից, պատմական փաստի համակողմանի հետազոտման բացակայությանը, որտեղ արդյոք միայն Օսմանյան, այսինքն երիտթուրքերի կառավարությունը ինքը ուղղակի պատասխանատու է, որպես կառավարություն, բայց նա ունեցել է ակնհայտ աջակցությունը Գերմանիայի, որը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է երիտթուրքերի, Թուրքիայի ուրեմն դաշնակիցը։ Ի վերջո ցեղասպանությունը իրականացվել է մի ժամանակահատվածում, երբ որ առաջին այն տարածքում Թուրքիայի, որտեղ առաջին համաշխարհային պատերազմական գործողությունները տեղի ունեցել ռուս-թուրքական ճակատում, բացառական Ռուսաստանի պատասխանատվությունն է հարցում, որի վերաբերյալ նույնպես կան բազմաթիվ վկայություններ, եւ այդ դեպքում հարց է ծագում, բա Ռուսաստանի դրոշները կամ Գերմանիայի դրոշները ինչու չեք վառում։ Այս հասկանալի չէ, այսինքն ես հիմա դուրս չեմ տալիս այդ զգայական, այդ արխայիկ ոչին եւ ասում, եթե դուք նույնիսկ արխայիկ ոչում հետեւողական չեք, հա, եւ այստեղ ըստ քաղաքական նպատակահարմարության մեղավոր նշանակել եւ մոռացության տալ այդ մեղավորի աչակիցներին, որոնք նույն չափ, պատասխանատվություն են ունեցել այդ ցեղասպանության մեջ, սա նույնպես անհասկանալի է։ Այսինքն այստեղ մենք ակնհայտ գործ ունենք իրապես ըստ քաղաքական, ավելի ճիշտ, նույնիսկ կուսակցական նպատակահարմարության, նույնիսկ այդպիսի ահավոր ողբերգական փաստը օգտագործելու, շահարկելու ըստ իրանց նեղ անձնական կամ նեղ կուսակցական շահերի տեսակետից երևույթի հետ, որը եւս մի վկայություն է, որ չի ընկալվում հայոց ցեղասպանությունը իրապես որպես այնպիսի մարդկության դեմ հանցագործություն, որը չի ճանաչում որևէ կուսակցական պատկանելություն, չի ճանաչում որևէ քաղաքական նպատակահարմարություն։ Եվ այս առումով իհարկե ես գտնում եմ, որ այո, քանի դեռ Ադրբեջանի ռեժիմը պատասխանատվություն չի կրել միջազգային նացիաներում բռնի էթնիկ զտման համար, նա որևէ հակվածություն իրապես վստահելի վարքագիծ, թե պատրաստ է նորմալացնել հարաբերությունները, բարեկարգել, բարելավել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ չունի, որտեղ նրա համար հենց Արցախի Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումը հայերից հենց իր քաղաքականության էությունն է։ Այն ինչ որ մենք տեսնում ենք Բաքվում տեղի ունեցող այդ խայտառակ հրապարակային պատժիչ, նվաստացնող այդ այսպես կոչված դատավարության փաստի հետ։ Այնպես որ ես չեմ գտնում, որ այստեղ կարող եմ համաձայնվել, որ կարելի է իրավունքի զիջման հաշվին ստանալ անվտանգություն կամ հարաբերությունների կարգավորում, ես դրանում խիստ կասկածում եմ, եթե չասեմ ուղղակի անհնար եմ համարում։